Ծրագրավորման լարված պայքար, արագ որոշումներ և ժամերի ընթացքում չդադարող մտավոր մրցակցություն։ Ռուսայկական համալսարանում ամփոփվել են Վլադիմիր Եղիազարյանի Գավաթ 2026 ծրագրավորման բաց մրցույթի արդյունքները։ Այս ֆորմատը հրաշալի ֆորմատ է, որտեղ երիտասարդ եւ արդեն ուսանող դարձած մասնակիցների, այսպես ասած, մրցակցությունը ցույց է տալիս, որ կարծես թե գալիք սերունդները չեն զիջում այն մյուս սերունդներին, ովքեր մի քիչ առաջ են անցել։ Վլադիմիր Եղիազարյանը այն անվանի գիտնական եւ մանկավարժն է, որը փաստորեն եւ հիմնադրել է այս օլիմպիադան, այս համալսարանում ծրագրավորման օլիմպիադան։ Նա մեր հիմնադիրն է ամբողջ ֆակուլտետի գերարական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի։ Հրաշալի անձնավորություն, հայ մարդ, քաղաքացի, նվիրյալ, գիտնական եւ ուսուցիչ։ Այս տարի մրցույթին մասնակցել է 43 թիմ, որոնք պայքարել են լավագույնների թվում հայտնվելու համար։ Մրցույթն անցկացվել է 2 փուլով, տարբեր պայմաններով ու մարտահրավերներով։ Առաջին փուլում մասնակիցները պետք է ապավինեին բացառապես սեփական գիտելիքներին։ Ինտերնետի հասանելիությունը ամբողջությամբ փակված էր, իսկ թիմերը փորձում էին հնարավորինս արագ ու ճշգրիտ լուծել ալգորիթմական խնդիրները։ Երկրորդ փուլում իրավիճակը փոխվել էր։ Թեև ինտերնետն արդեն հասանելի էր, առաջադրանքները դարձել էին ավելի բարդ եւ ոչ ստանդարտ։ Այստեղ միայն տեխնիկական գիտելիքները բավարար չէին։ Թիմերից պահանջվում էին նաև ստեղծագործական մտածողություն, արագ կողմնորոշվելու ունակություն եւ արդյունավետ համագործակցություն։ Հաղթողները որոշվել են 2 փուլերում լուծված խնդիրների ընդհանուր քանակով։ Ամենաբարձր արդյունքը գրանցել է Ալեքս Գրիգորյանի եւ Գրիգոր Թոխյանի թիմը, լուծելով 18 խնդիր եւ վստահորեն զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռազմիկ Պարզյանն ու Համլետ Պետրոսյանը, ովքեր հաղթահարել են 16 առաջադրանք։ Լավագույն եռյակը եզրափակել են Լևոն Մուրադյանն ու Արամ Դրամբյանը։ Թիմին հաջողվել է լուծել 15 խնդիր եւ զբաղեցնել 3-րդ հորիզոնականը։ Առաջինից 10-րդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացել են դրամական պարգևներ One Market Data ընկերության կողմից, ինչպես նաեւ Ռուսայկական համալսարանի պատվոգրեր եւ հուշանվերներ։ Օլիմպիադայի կազմակերպիչներն էին Ռուսայկական համալսարանը, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ One Market Data ընկերությունը։